Սիրելի կշերքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, այսօր 18-ն է հունիսի եւ իմ օրացույցով Յուպիտերի օրը եւ ես կներկայացնեմ ձեզ հուլիս ամսվա համար կանխատեսումը եւ արդեն ինչպես գիտեք եւ բոլոր նրանց համար ովքեր նոր են միացել իմ YouTube-յան ալիքին լսում ենք արևի նշանով կշերքը եւ ասցենդենտի նշանով կշերքը իսկ ասցենդենտի նշանը իմանալու համար պետք է իմանաք ձեր ծննդյան ճշգրիտ ժամը այսպես Եվ այդ երկուսը լսում եք, միացնում եք, ձեզ համար պարզ է լինում, այլապես ինքը կիսատ է լինում, առավելևս որ սրանք տրանզիտներն են եւ ոչ թե սա ձեր անձնական քարտեզն է։ Գիտեք, ընդհանուր ինքը ուղղություն է տալիս, օգնում է կողմնորոշվելու, բայց չի կարող սա 100%-անոց համապատասխանել, որտեղ յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը։ Այսպես, հիմա ինչ ունենք հուլիս ամսին, շատ կարևոր իրադարձություն հանգույցներն են փոխելու իրենց նշանները հուլիսի 27-ից մինչև 28 թվականի մարտի 26-ը իրենք համապատասխանաբար կտեղավորվեն ջրհոս առյուծ այդ առանցքում իհարկե ռախուն հյուսային հանգույցը լինելու է ջրհոսի նշանում իսկ հարավային հանգույցը կետուն կլինի առյուծի նշանում Ահա այսպիսի կարևոր իրադարձություն, բնականաբար նպատակները փոխվում են, էներգիաները փոխվում են, շատ այդպես մեծ փոփոխություններ են լինում, ասեմ նաև որ Նեպտունը Սատուրնը եւս դառնալու են հետընթաց, ամսվա սկզբին Նեպտունը կդառնա հետո Սատուրնը Վեներան կփոխի իր նշանը, ձեր նախորդ նշանում կտեղավորվի կույսի նշանում, իսկ Մերկուրին արդեն կդառնա, գիտեք, արդեն 29-ին հունիսի ինքը դառնալու է հետընթաց եւ հուլիսին միջև հուլիսի 24 ես կասեմ միջև հուլիսի վերջ այդպես ավելի ճիշտ կլինի միջև հուլիսի վերջ ինքը լինելու է հետ ընթաց եւ այստեղ բնականաբար հիմնականում ասցենդենտով կշարքներն իրենց կարիերայի հարցով են զբաղված ինչ որ նոր ավելի բարձր պաշտոնայի ակնկալիքներ ունեն այսպիսի թեմաներ են եւ ոմանք նաեւ արտերկրի թեման ես ձեզ ասել եմ որ առաջիկա տարիներին անպայման 90%-ը լինելու է գնալու է արտերկիր կամ եթե չի գնում ապա այնտեղ սովորել բիզնես ունենալ եւ այլն թեկուզ on-line տարբերակով այսպիսի կապեր կլինեն արտերկրի հետ թե սովորելու թե դասավանդելու եւ այլն Սա ուրեմն լինելու է շատ ակտուալ բայց ուզում եմ նշել որ սեպտեմբերի կեսերից կամ հոկտեմբերից մինչև 27 թվականի կեսերը միանշանակ ասցենդենտով կշարքներին այս դեպքում, շատ կարևոր է ասցենդենտով կշարքներին, ուրեմն իրենք անպայման իրենց մոտ կլինի տեղափոխություն, իրենք շատերը գնան արտերկիր կամ պարզապես ինչ որ բնակարան գնեն եւ տեղափոխվեն այլ բնակարան եւ այլն, անպայման նման հարցեր լինելու են ձեր կյանքում եւ իհարկե այստեղ ձեզ մոտ պարտների հարցն է որը դժվարություններ է բերում միգուցե շփումներում ուզում եք ինչ որ նպատակի հասնել բայց ինչ որ հաջողեն ձեր գործերը բայց որոշակի դժվարություններ կան ու հիմա ձեզանից կպահանջվի որպեսզի դուք վերլուծեք հասկանակում դիմեք որ պետական մարմնի հետ պիտի շփվեք, ինչպես դասավորեք, ինչ անեք եւ այլն, հատկապես նրանց համար, ովքեր ակնկալիքներ ունեն բարձր պաշտոնի, ես ասացի, սպասում են ինչ որ այդպիսի հարցեր լուծելուն։ Սա այսպես եւ ուզում եմ անպայման նշել ամեն ինչից անկախ, ուզում եմ նշել, որ նորալուսինը եւ լիալուսինը իհարկե արևը 23-ին գիտեք ինքը հիմա խեցգետնի նշանում է հուլիսի 23-ին կփոխի կմտնի արևի նշանն ասեմ որ բնականաբար ընդհանուր առումով արևը խեցգետնի նշանում ջրի նշանում իրեն լավ չի զգում արևի նշանում արդեն ինքը իր տանն է իրեն շատ լավ է զգում եւ այստեղ ասեմ սիրելի կշարքներ ձեզ համար եւս բացի բոլորից ձեզ համար շատ կոնկրետ առյուծի նշանում լինելը շատ ավելի լավ է ահա եւ հիշեցնեմ նաեւ որ հունիսի 30-ին այսօր ընդամենը 18-ն է Յուպիտերը եւս
մտնելու առույցի նշան, այսինքն ինչ կցուցանի առակս այն, որ ինքը եւս խեցգետնի նշանում էր, որ ձեզ համար այդքան էլ լավ չէր, հիմա արդեն առույցի նշանում ինքը որտեվ կրակի նշաններ մտնում է այդտեղ եւ ձեզ համար բոլոր դեպքերում այստեղ դրական էներգիան է կուտակվում, որ ձեզ համար շատ ավելի լավ է, թե արևի դեպքում, թե Յուպիտերի դեպքում, այնպես որ կարծես թե վերջին հարցերն են, վերջին հնարավորություններն են կամ հանդիպում եք ձեր ծանոթների հետ, որպեսզի կարողանաք հասնել ձեր նպատակին, գործերը կարգավորել եւ այլն եւ այլն, եւ այստեղ եթե վերջինի այն առումով եթե չի ստացվում, ուրեմն կոնկրետ որոշում եք կայացնում, այսպիսի իրավիճակ է ձեզ մոտ Ահա, ես ուղղակի հիշեցնեմ, որ առջևում առաջ անցնեմ եւ պարզապես զգուշացնեմ, որ առջևում արևի ոչ լավ խավարումն է, նրանք ովքեր ունեն սրտի խնդիրներ լինում են զգուշ, որովհետեւ արդեն ինքը ուրեմն էներգիան է, արդեն սկսում են, գիտեք, լարվածությունն արդեն համակարգը, հա, այսպես լարված լինել, որն էլ կարող է բերել սրտի խնդիրներ, այնպես որ ուշադիր եղեք, խնայեք ձեր առողջությունը եւ այսպես հիմա ես ներկայացնեմ ուրեմն նորալուսինը շատ կարեւոր է հուլիսի 14-ին Հայաստանի ժամանակով 13:43 րոպե 25 վայրկյան արևև լուսինը կմիավորվեն 22 աստիճանում եւ նորալուսինը տեղի կունենա խեցգետնի նշանում, ահա տեսնում եք ինքը դեռևս իհարկե Մերկուրին հետ ընթաց է, բայց այդտեղ լինում է ուրեմն նորալուսինը եւ դժվարություններ կան ձեր միգուցե պաշտոնի հետ կամ ձեր նպատակները յուրաքանչյուր ինչ նպատակներ որ ունեք այստեղ դժվարություններ կա ուզում եք նոր սկիզբ դնել բայց գիտեք որ հետընթաց Մերկուրի ժամանակ մենք նոր սկիզբ չենք դնում միգուցե այստեղ մտովի ինչ որ մի սկիզբ դնեք հասկանաք ուսումնասիրեք տեսնեք դուք հնարավորություն ունեք չունեք դա ձեզ կհաջողվի թե չէ ծանոթներ եք ճարում եւ այլն տեսնում եք ինչ է լինում, բայց հիմա մենք չենք սկսում, որովհետև հետընթաց Մերկուրի ժամանակ արդեն բազմիցս ամեն անգամ ասում եմ, որ պետք չի նոր աշխատանք սկսել, հատկապես որ առջևում արևի խավարումն է, խավարման միջանցքն է, ոչ լավ խավարումն է, այնպես պիտի անեք, որ ճիշտ էներգիայի տակ հայտնվեք, այսպես ասած, ամեն ինչ ճիշտ լինի, եթե այդպես կարևոր գործեր ունեք, կամ արդեն եթե ամեն ինչ շատ լուրջ է, արդեն պետք է դիմեք խորհրդատվության, որպեսզի հասկանաք, իսկ եթե սովորական այդպես ամեն ինչ իր հունով գնում է, ուրեմն կգնա։ Հաջորդը լիալուսինը հուլիսի 29-ին է լինելու Հայաստանի ժամանակով 18:35 րոպե 31 վայրկյան, արևը եւ լուսինը կհակադրվեն 7 աստիճանում եւ այն կլինի ջրհոսի նշանում տեսնում եք եւս օդի նշան է ես կարծում եմ որ դա ձեզ համար լավ կլինի նշեմ նաեւ որ սա գիտեք առանցքն է առյուծ եւ ջրհոս առանցքն է լիալուսինը այդտեղ է լինում որտեղ էլ որ արդեն 27-ին, հուլիսի 27-ին, ինչպես որ արդեն նշեցի, հանգույցները տեղավորվում են, արդեն ասել եմ ռախուն ջրհոսում կետուն ուրեմն առյուծի նշանում տեղավորվում են եւ փաստորեն 28-ին տեղավորվում են վաղը չեմ իսօր 28-29-ին արդեն տեղի ունենում լիալուսինը, այսինքն տեսնում եք այստեղ միանգամից փոխվում են էներգիաները, ավարտվում է եւ դուք ձեր հետագա անելիքները այստեղ հիմնականում երեխաներն են։ Ես ձեզ ասեմ, որ ձեզանից պահանջվում է ուշադրությունը ավելի շատ ընտանիքին երեխային ընտանիքի անդամներին հա հատկացնել հատկապես արտերկրի թեման էլ որ ակտիվ է ձեզանից դա է պահանջվում եւ միգուցե ինչ որ վերաբերում է ձեր կարիերային ձեր հետագա նպատակներ միգուցե հենց դա են կամ եթե կարիերան է միգուցե ուրիշտեղ փնտրեք ձեր կարիերան սա էլ կա եթե այստեղ չի ստացվում դրա համար այդ հարցին կպատասխանի ձեր քարտեզը եւ Մերկուրին այդտեղ կգտնեք սիրելիներս ձեր պատասխանը իսկ Վեներան երբ կմտնի կույսի նշան դա հուլիսի 9-ն է մինչև օգոստոսի 6-ը
այստեղ արդեն ես ասացի ձեր նախորդող նշանն է, այնպես որ տեսնում ենք նորից արտերկրի թեման, այստեղ հանդիպումներ կլինի, գիտեք նաև հետընթաց Մերկուրին եւս ստեղծում է այդ պայմանները, որպեսզի դուք հանդիպեք ձեր վաղեմի ընկերների հետ, ձեր սիրած անձնավորության հետ, գաղտնի հանդիպումներ, ֆինանսական հարցեր կլինեն նորից արտերկրի հետ կապված, այնպես որ բավականին ակտիվ է եւ ես ձեզ խոստանում եմ, ինչպես որ ասացի, սեպտեմբերի կեսից հոկտեմբերից մինչեւ 27 թվականի կեսերը ասցենդենտով կշարքների մասին է խոսքը, իրենք անպայման կհայտնվեն արտերկրում մեծամասնությունը կամ կտեղափոխվեն այլտեղ ապրելու, այսպիսին է լինելու արևի մասին արդեն ասացի, երևի թե ոչինչ բաց չեմ թողել այդ ամենի մասին ասել եմ եւ այսքանով սիրելի կշարքներ ավարտեմ, նշեմ, որ դուք ուրեմն երրորդ տեղից տեղափոխվել եք չորրորդ տեղ, ահա, որովհետև առյուծը եկել է գերազանցել է թե այդ ծղջուներին եւ թե ձեզ տեղավորվել է երկրորդ տեղում եւ դուք հայտնվել եք չորրորդ տեղում։ Կարևորը որ առաջի 2-3 տեղերը դուք արդեն ձեր մեջ բաժանել եք կարիճը, այդ ծղջուրը եւ կշռքը, իսկ ոմանք պատաբար հայտնվում են, հետո նորից հետ են մղվում, հայտնվում են, իսկ դուք հիմնական բնակիչներն եք։ Սա էր սիրելիներս հիմնական իրադարձությունները, ավելին իմաստ չունի ասել, որովհետև յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզը, չնայած որ սա էլ բավական է, որպեսզի դուք կողմնորոշվեք եւ ձեր հետագա անելիքները իմանաք, այնպես որ ուրիշ տեղ բոլորս այս մոլորակի մեջ ենք, եթե սա կա սանից փախչելու տեղ չունեք, այնպես որ կատարվելու է այդ ամենը, այսքանը լավ եղեք ու անպայման գրեք ձեր տպավորությունների մասին, եթե տեղափոխում եք գրեք, որ իսկապես տեղափոխվել եք եւ այլն, լավ եղեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ